Լքված ռեստորանի շքեղության մեջ միայնակ մեծահարուստը նայում է անառարկելի ափսեին։ Բայց երբ երիտասարդ մայրը սոված, բայց արժանապատիվ, խնդրում է նրա մնացորդները, ինչ-որ բան նրա ներսում կոտրվում է։ Սնունդը կիսելու պարզ արարքը վառեցնում է մոռացված կրակը նրա կրծքում։ Եվ առանց իմանալու, այդ պահը կնքում է նոր ընտանիքի ծնունդը։ Էրեբունի բնակելի համալիրի էլեգանտ պենթհաուսում, որտեղից բացվում էր Երանի կենտրոնի շքեղ տեսարանը, Տիգրան Մանուկյանը դիտում էր քաղաքը, որը երբեք չէր քնում։ 45 տարեկան հասակում Մանուկյան ՏԽ-ի ֆինանսական շուկայի համար ծրագրային ապահովման հայկական խոշորագույն ընկերության հիմնադիրը, նվաճել էր այն ամենը, ինչ կարող էր գնել փողը։ Նրա կայսրությունը միլիարդներ արժեր, բայց նրա սիրտը դատարկ էր մնացել այն պահից, երբ 10 տարի առաջ ուղղաթիռի ողբերգական վթարի հետանքով կորցրել էր Անահիտին Վահանին։ Շաբաթ երեկոն Դոլմամա ռեստորանում միայնակ ավանդույթ էր, որը նա պահպանում էր կրոնական նվիրումով։ Երկու հոգու համար նախատեսված սեղանը, միշտ նրա անունով ամրագրված, երկրորդ տեղը մշտապես դատարկ էր, անձայն հարգանքի տուրք կնոջը, որը երբեք չէր վերադառնա։ Մատուցողներն արդեն գիտեին նրա առօրյան, լավ կարմիր գինի, միջին եփած ստեյք հեռու հայացք, մեկի, ով ներկա էր միայն մարմնով։ Հունիսյան այդ անձրոտ երեկոյին, մինչ Երանյան մառախուղը խփում էր ռեստորանի պատուհաններին, Տիգրանը անհետաքրքրորեն խառնում էր իր գրեթե անձեռնմխելի ափսեի պարունակությունը։ Նա դիտում էր մյուս սեղանները, զույգեր, որոնք նշում էին տարեդարձեր, ղեկավարներ, որոնք գործարքներ էին կնքում, զբոսաշրջիկներ, որոնք տպավորված էին տեղական խոհանոցով։ Բոլորը ապրում էին, մինչդեռ ինքը պարզապես գոյություն ուներ։ Հենց այդ պահին ռեստորանի դուռը բացվեց, ներս թողնելով ոչ միայն սառը քամին, այլ մի նիհար երիտասարդ կնոջ, մոտ 23 տարեկան։ Նրա գանգուր մազերը հավաքված էին ինքնաշեն հանգույցի մեջ, պարզ ու մաշված հագուստը կտրուկ հակադրվում էր նրբաճաշակ միջավայրին։ Ձեռքերում նա պահում էր մի մանուկի, փաթաթված մաշված կապույտ վերմակի մեջ։ Ընդունարանի աշխատակիցը փորձեց կանգնեցնել նրան, բայց երիտասարդ կինն արդեն առաջ էր շարժվում սեղանների միջով, անտեսելով դժգոհ հայացքները։ Տիգրանի զարմանքին, նա կանգնեց հենց նրա դիմաց։ «Ներեցեք, պարոն», ասաց նա ցածր, բայց հաստատուն ձայնով։ «Տեսա, որ դուք գրեթե չեք կերել։ Եթե չեք ուզում, կարող եմ վերցնել մնացորդները, իմ որդուն կերակրելու համար»։ Նրա խնդրանքի մեջ ենթարկում չկար, միայն արժանապատվություն, մայրական հրատապություն։ Նրա խորը շագանակագույն աչքերը դիմանում էին Տիգրանի հայացքին, առանց ամոթի կամ վարանման։ Մանուկը նրա ձեռքերում, որը ոչ ավելի քան 6 ամսական էր, հետաքրքրությամբ նայում էր շրջակայքին, անտարբեր պահի լարվածությանը։ «Ռուզան, ամեն ինչ կարգին է», Տիգրանը ազդանշան տվեց ընդունարանի աշխատակցուհուն, որը մոտենում էր անկոչ հյուրին հեռացնելու համար։ «Ինչպես է ձեր անունը», հարցրեց նա, ձայնը խրպոտած քիչ օգտագործելուց։ «Ջուլիա։ Ջուլիա Ավետիսյան։ Իսկ սա իմ որդին է, Լոնը»։ Առանց ավելին ասելու, Տիգրանը ափսեն մղեց նրա ուղղությամբ։ Երիտասարդ կինը, այն հմտությամբ, որին միայն մայրերն են տիրապետում, մանուկին դրեց մի ձեռքի վրա, ազատ ձեռքով սկսեց զգուշորեն փաթաթել ուտելիքը անձեռոցիկների մեջ, որոնք հանեց իր մաշված փոքրիկ ուսապարկից։ «Կարող եք նստել», առաջարկեց նա, մատնացույց անելով դիմացի դատարկ աթոռը, այն, որը ոչ ոք չէր զբաղեցրել 1 տասնամյակ։ Ջուլիան մի պահ վարանեց, ապա նստեց։ Նրբանկատորեն սկսեց կերակրել մանուկին ուտելիքի փոքրիկ, տրորված կտորներով, յուրաքանչյուրը փչելով, սառեցնելու համար։ Փոքրիկ Լոնը ագահությամբ ուտում էր, նրա փոքրիկ աչքերը փայլում էին յուրաքանչյուր նոր առաջարկից։ Տիգրանը լուր դիտում էր տեսարանը։ Այդ պահին կար մի բան, որը խորապես հուզում էր նրան, մայրական սիրո պարզությունը, գոյատման մաքրությունը։ Մի բան, որը փողով հնարավոր չէր ստեղծել կամ կեղծել։ Երբ մանուկը վերջացրեց, Ջուլիան զգուշորեն մաքրեց նրա բերանը, դրեց նրան ուսին, նրբորեն թփթփացրեց նրա մեջքին։ «Շնորհակալ եմ», ասաց նա վերջապես։ Դա չափազանցված կամ ենթարկվող շնորհակալություն չէր։ Դա հավասարների միջ ճանաչում էր, արժանապատիվ։ Նա վեր կացավ, թեթ շարժումով հեռացավ։ Տիգրանը մի քանի վայրկյան անշարժ մնաց, ապա մի իմպուլսով, որը նույնիսկ ինքը չհասկացավ, մի քանի թղթադրամ շպրտեց սեղանին, հետեց նրան։ Պահպանելով զուսպ հեռավորություն, նա դիտեց նրան, թե ինչպես է նա քայլում մի քանի թաղամասերով, մինչ հասավ նոր թաղամասի սուպերմարկետի ավտոկայանատեղի։ Այնտեղ Ջուլիան բացեց հին Լադայի դուռը, ներս մտավ։
Անմաքուր պատուհաններից Տիգրանը կարողացավ տեսնել, որ հետի նստատեղը հարմարեցված էր որպես մանուկի փոքրիկ մահճակալ, վերմակներով բարձերով։ Վարորդի նստատեղը, առավելագույնս թեքված, ծառայում էր որպես նրա անկողին։ Ստվերների մեջ թաքնված նա դիտեց, թե ինչպես է Ջուլիան օրորոցային երգում Լոնի համար, մի քաղցր օրորոցային, որը խոսում էր աստղերի ու երազների մասին։ Տեսարանը ցավալի գեղեցկություն ուներ, սիրո ամենամաքուր արտահայտությունը դժվարությունների մեջ։ Երբ մանուկը քնեց, Ջուլիան դուրս եկավ մեքենայից, ոտքերը ձգելու։ Հենց այդ ժամանակ նա նկատեց Տիգրանի ներկայությունը։ Նրա մարմինը անմիջապես լարվեց։ «Ինչ եք ուզում», հարցրեց նա, վախը ակնհայտ էր նրա պաշտպանողական կեցվածքից։ «Ներեցեք», Տիգրանը պատասխանեց, պահպանելով հեռավորություն։ «Ես պարզապես ուզում էի համոզվել, որ դուք լավ եք»։ Ջուլիայի աչքերում անվստահությունը հասկանալի էր։ «Միայնակ կինը, մանուկի հետ, ամայի ավտոկայանատեղիում։ Մենք գոյատում ենք», նա 4 պատասխանեց։ «Ինչպես եք հասել այստեղ»։ Հարցը դուրս թռավ, մինչ Տիգրանը կարողացավ զսպել այն։ Ջուլիան վարանեց, ապա, կարծես որոշելով, որ կորցնելու ոչինչ չունի, պատասխանեց. «Ես եկել եմ գյուղից, Դիլիջանից։ Երբ իմացա, որ հղի եմ, իմ ընտանիքը դուրս հանեց ինձ տանից։ Լոնի հայրը անհետացավ, հենց որ իմացավ։ Ես եկա Երան, հնարավորություններ փնտրելու, բայց…» Նա ժեստ արեց դեպի մեքենան, նախադասության ավարտը չափազանց ակնհայտ էր ասելու համար։ «Կարող եմ օգնել։ Ես հնարավորություն ունեմ, ես ձեր փողը չեմ ուզում», նա ընդհատեց հաստատուն։ «Եթե ուզում եք օգնել, աղոթեք, որ վաղը իմ որդին տաք լինի, կերակրված ապահով։ Միայն դա է կարող ինձ համար»։ Պատասխանը լիովին զինաթափեց նրան։ Մի աշխարհում, որտեղ ամեն ինչ գին ուներ, այդ երիտասարդ կինը իրական արժեքի դաս էր տալիս։ «Հասկանում եմ», ասաց նա, հետ քաշվելով։ «Բարի գիշեր, Ջուլիա»։ Հաջորդ առավոտ, մինչ Ջուլիան Լոնին տանում էր մոտակա պարտեզում արի տակ նստելու, ինչ-որ մեկը նրա մեքենայի կողքին թողեց մի զամբյուղ, տակտիրներով, կաթի փոշիով, նոր վերմակներով չփչացող սննդամթերքով։ Քարտ կամ անուն չկար, միայն մի պարզ գրություն. «Որպեսզի Լոնը այսօր տաք լինի, կերակրված ապահով»։ Հաջորդ օրերին փոքրիկ փաթեթները շարունակում էին հայտնվել, միշտ, երբ Ջուլիան մոտակայքում չէր, միշտ անհրաժեշտ իրերով, երբեք փողով։ Մի կեսօր մի մանկաբույժ հայտնվեց, ասելով, որ ինքը սոցիալական ծրագրի մաս է կազմում, որը սպասարկում էր խոցելի վիճակում գտնվող երեխաներին։ Նա անվճար զննեց Լոնին, թողեց վիտամիններ իր այցեքարտը, արտակարգ դեպքերի համար։ Ջուլիան սկսեց նկատել նուրբ փոփոխություններ իր առօրյայում։ Սուպերմարկետի պահակը, որը նախկինում նրան անվստահությամբ էր վերաբերվում, հիմա ժպտում էր, երբեմն տաք սուրճ էր բերում ցուրտ առավոտներին։ Մոտակա հացատան տերը միշտ թարմ հացեր էր պահում նրա համար։ Կարծես նրա շուրջը անտեսանելի պաշտպանության ցանց էր ձավորվում։ Ինչ նա չգիտեր, այն էր, որ քաղաքի մյուս կողմում, իր պենթհաուսում, Տիգրանը ժամեր էր անցկացնում այս օգնությունը կազմակերպելով, միշտ պահպանելով իր անանունությունը։ Մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ նա զգում էր դատարկությունից բացի այլ բան, նպատակի մի կայծ, որը լուռ աճում էր ամեն նոր օրվա հետ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դուք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Հոկտեմբերը Երան եկավ, բերելով ուժեղ անձրներ։ Իր գրասենյակում, մանուկյան տեղում, Տիգրանը նայում էր պատուհանից, մինչ ջուրը հարվածում էր Մաշտոցի պողոտային։ Նրա մտքերը Կոնդ թաղամասի ավտոկայանատեղիում էին, որտեղ Ջուլիան Լոնը դիմակայում էին փոթորկին հին մեքենայում։ Վերջին 3 ամսվա ընթացքում Տիգրանի առօրյան նրբորեն փոխվել էր։ Նրա առավոտները սկսվում էին զուսպ զանգերով, ապահովելու համար, որ Ջուլիայի նախաճաշը ապահովված լինի տեղական հացատանը։ Կեսօրին, հանդիպումների մեջ, նա ստուգում էր, թե արդյոք Լոնի կարիքները բավարարվում են։ Երեկոյան, քնելուց առաջ, նա վերանայում էր եղանակի կանխատեսումները, անհանգստացած ցրտից ու անձրից։ Մարիամը, նրա օգնականը 15 տարի, նկատում էր փոքրիկ փոփոխությունները։ Տիգրանն ավելի շուտ էր գալիս, ժամանակին էր հեռանում, երբեմն ժպտում էր հեռախոսով, մի բան, որը աներակայելի էր ամիսներ առաջ։ «Այսօր ինչ-որ այլ բան կա, պարոն Մանուկյան», հարցրեց նա, հանձնելով եռամսյակային հաշվետվությունները։ Տիգրանը վարանեց։ Մարիամն ավելին էր, քան պարզապես աշխատակից։
Նա գրեթե ընտանիքի անդամ էր, 10 տարի նրա լուր սուգին ուղեկցելով։ Հիշում եք, երբ ասում էիք, որ ինձ անհրաժեշտ է ընկերությունից բացի այլ բան գտնել ապրելու համար։ Մարիամը գլխով արեց, զարմացած անսովոր անկեղծությունից։ Ասենք, որ փորձում եմ։ Նույն կեսօրին, մինչ անձրն ուժեղանում էր, Տիգրանը զանգ ստացավ մանկաբույժից, որին վարձել էր Լոնին հետելու համար։ Պարոն Մանուկյան, մենք խնդիր ունենք։ Ես անցա Մանուկին ստուգելու, ինչպես դուք խնդրել էիք, ավտոկայանատեղիում իրավիճակը կրիտիկական է։ Մեքենան արտահոսում է, խոնավությունը չափազանց բարձր է այդքան փոքր երեխայի համար։ Տիգրանը զգաց, որ ստամոսքը ցած է ընկնում։ Որտեղ են նրանք հիմա։ Մայրը Մանուկին տարել է քաղաքապետարանի ժամանակավոր ապաստան, բայց նրանք կարող են մնալ մինչ վաղը։ Նա հրաժարվում է ուղղակի ֆինանսական օգնությունից, ինչպես դուք կանխատեսել էիք։ Անջատելուց հետո Տիգրանը մտքերի մեջ ընկղմվեց։ Մարիամը, որը լսել էր զրույցի մի մասը, մոտեցավ։ Միգուցե ժամանակն է ճշմարտությունը պատմել այդ աղջկան, ով էլ որ լինի նա նրբորեն առաջարկեց։ Նա կմերժեր, պատասխանեց Տիգրանը։ Նա հպարտություն ունի, դուք պետք է տեսնեիք։ Մարիամը ժպտաց, ճանաչելով իր պետի աչքերի փայլը, մի բան, որը նա չէր տեսել ողբերգությունից առաջ։ Մինչդեռ քաղաքային ապաստանում Ջուլիան օրորում էր Լոնին, որն արդեն 9 ամսական էր։ Մանուկը մրսած էր, երբեմն հազում էր։ Տարածքի համակարգողը մոտեցավ։ Ես կարողացա երկարացնել ձեր մնալս 2 օրով, բայց դա այն առավելագույնն է, ինչ կարող եմ անել, տեղեկացրեց նա։ Դուք իսկապես որևէ բարեկամ չունեք, որը կարող է օգնել։ Ջուլիան գլխով շարժեց։ Հարաբերությունները խզեցին, երբ հղիացա։ Իսկ երեխայի հայրը։ Ասաց, որ իրենը չի անհետացավ, պատասխանեց նա, առանց տխրության, պարզապես փաստի արձանագրումով։ Համակարգողը վարանեց, նախքան հարցնելը։ Իսկ այդ պահապան հրեշտակը, որը օգնում է ձեզ։ Զամբյուղները, մանկաբույժը։ Ես չգիտեմ, թե ով է նա, Ջուլիան խոստովանեց, շոյելով Լոնի մազերը։ Սկզբում կասկածում էի, բայց երբեք ոչինչ չի խնդրել փոխարենը։ Միայն թողնում է այն, ինչ մեզ անհրաժեշտ է, անհետանում։ Երբե մտածել եք աշխատանք փնտրելու մասին։ Մենք կարող էինք հոգ տանել փոքրիկի մասին ցերեկը։ Փորձել եմ մի քանի խանութներում, ռեստորաններում, բայց երբ ասում եմ, որ երեխա ունեմ, մշտական հասցե չունեմ, դռները փակվում են, հոգոց հանեց նա։ Մի որոշ ժամանակ արհեստագործական իրեր էի վաճառում, բայց դա բավարար չէ։ Այդ գիշեր Ջուլիան հաղորդագրություն ստացավ իր կանխավճարային հեռախոսին, որը ստացել էր խորհրդավոր զամբյուղներից մեկում։ Դա մանկաբույժի համարն էր։ Միը կարողացել է փոքրիկ բնակարան գտնել խոցելի վիճակում գտնվող ընտանիքի համար։ Կահավորված 6-ամսյա պայմանագրով։ Եթե հետաքրքրություն ունեք, կարող եմ ձեզ տանել վաղը տեսնելու։ Անվստահորեն Ջուլիան պատասխանեց, որ պարզապես կնայեր։ Հաջորդ առավոտ բժիշկը նրան տարավ մի պարզ, բայց արժանապատիվ շենք նոր թաղամասում։ Բնակարանը փոքր էր, մեկ ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց լոգարան, բայց մաքուր հարմարավետ էր։ Կար Լոնի համար հավաքված մահճակալ, մատակարարված սառնարան կյանք սկսելու համար անհրաժեշտ հիմնական պարագաները։ Ո՞րն է դրա իրական գինը, հարցրեց Ջուլիան անվստահորեն։ Ոչ մի բան, բացի այն, ինչ արդեն վճարվել է ՀԿ-ի կողմից, հավաստիացրեց բժիշկը, հանձնելով նրան բանալիները պարզ պայմանագիր։ Դուք կունենաք 6 ամիս վերականգնվելու համար։ Օգտագործեք այս ժամանակը աշխատանք փնտրելու համար մշտական հասցեով։ Դժկամությամբ, բայց մտածելով Լոնի բարեկեցության մասին, Ջուլիան համաձայնեց։ Երբ բժիշկը հեռացավ, նա նստեց փոքրիկ բազմոցին լացեց, ոչ թե տխրությունից, այլ թեթացումից։ Ավելի քան 1 տարվա ընթացքում առաջին անգամ նրա որդին կքներ իրական մահճակալում։ Հաջորդ օրը նա դրան մոտ գտավ մի ծրար, մոտակա բժշկական կլինիկայում ընդունարանի աշխատակցի թափուր աշխատատեղի մասին տեղեկություններով։ Նրանք ընդունում են միայնակ մայրերին առաջարկում ճկուն աշխատանքային ժամեր, ասվում էր անանուն գրության մեջ։ Ջուլիան գնաց հարցազրույցի ստացավ աշխատանքը։ Մինչ Ջուլիայի կյանքը նոր ուրվագծեր էր ստանում, Տիգրանը հեռու էր մնում, բայց ամեն ինչին հետում էր զուսպ հաշվետվությունների միջոցով։ Իր պենթհաուսում նա առանձնացրել էր մի սենյակ, որտեղ պահում էր մանկաբույժի կողմից արված Լոնի լուսանկարները, ցույց տալով նրա աճը ամիս առ ամիս։ Դա գաղտնի արխիվ էր մի կյանքի, որը իրենը չէր, բայց որը ինչ-որ կերպ նրան վերադարձնում էր գոյության իմաստը։
Մի գիշեր նրա փեսան, Էդուարդը, իր հանգուցյալ կնոջ եղբայրը, հայտնվեց առանց նախազգուշացման։ Մենք պետք է խոսենք, Տիգրան։ Ես անհանգստացած եմ քեզ համար։ Ես լավ եմ, պատասխանեց նա ավտոմատ կերպով։ Ոչ, լավ չես։ Դու չեղյալ ես հայտարարել հիմնադրամի ընթրիքը, չես հայտնվել խորհրդի նիստին, Մարիամի խոսքերով, ամեն օր շուտ ես հեռանում։ Ինչ է կատարվում։ Տիգրանը դիտում էր պատուհանից լուսավորված քաղաքը։ Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեին։ Երբվանից ես հոգում բարեգործության մասին։ Դեպքից հետո դու գործնականում մեկուսացար աշխարից։ Հիմա, հանկարծ, դարձար բարերար։ Դա բարեգործություն չէ, Տիգրանը հանգիստ պատասխանեց։ Դա կապ է։ Էդուարդը նրան ուսումնասիրեց անհանգստությամբ։ Դա ամսաթվի պատճառով է, չէ՞։ Հաջորդ շաբաթ 10 տարի է, ինչ Անահիտն ու Վահանը հեռացան։ Տես, միգուցե դու պետք է ինչ-որ մեկի հետ խոսես, մի մասնագետի։ Ես դրանով զբաղվում եմ իմ ձով։ Էդուարդի հեռանալուց հետո Տիգրանը վերցրեց Ջուլիայի մասին վերջին հաշվետվությունը։ Լոնը առողջ էր աճում, արդեն փորձում էր առաջին քայլերն անել, իսկ Ջուլիան ընդամենը 1 ամսից հետո բարձրացել էր կլինիկայում։ Նա վճռական էր խելացի, հատկություններ, որոնք Տիգրանն ավելի ու ավելի էր հիանում, նույնիսկ հեռվից։ Մտածելիս նա շտապ հաղորդագրություն ստացավ մանկաբույժից։ Արտակարգ դեպք։ Լոնը շատ բարձր ջերմություն ունի, շնչառական դժվարություն։ Ջուլիան ճանապարհին է դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, բայց շտապօգնության բաժանմունքը գերբեռնված է։ Առանց երկար մտածելու, Տիգրանը վերցրեց մեքենայի բանալիները դուրս եկավ։ Անձրը ուժեղ էր տեղում, մինչ նա վարում էր Երանի խցանված փողոցներով։ Ամիսներ շարունակ հեռվից դիտելուց հետո նա վերջապես կանցներ այն գիծը, որը գծել էր։ Այլս անանուն օգնելու մասին չէր։ Խոսքը ներկա լինելու մասին էր, երբ ամենից շատ էին նրա կարիքը զգում։ Հիվանդանոցում նա Ջուլիային գտավ մարդաշատ միջանցքում, օրորելով Լոնին, որը այրվում էր ջերմությունից։ Ընդունարանի աշխատակիցը բացատրում էր, որ սպասելը երկար կլինի, հիվանդների մեծ թվի պատճառով։ Իմ որդին ժամերով այրվում է ջերմությունից։ Խնդրում եմ, աղաչում էր Ջուլիան։ Տիկին, մենք անում ենք հնարավորը, բայց այսօր շատ արտակարգ դեպքեր կան, պատասխանեց աշխատակցուհին, ակնհայտորեն գերբեռնված։ Հենց այդ ժամանակ Ջուլիան տեսավ Տիգրանին մոտենալիս։ Նրա աչքերում ճանաչումն անմիջական էր, չնայած անցած ամիսներին։ Դուք։ Ես եկել եմ օգնելու, պարզապես ասաց նա, դիմելով ընդունարանի աշխատակցուհուն, ներկայացրեց իր պրեմիում դասի առողջապահական քարտը։ Տղան անհապաղ բժշկական օգնության կարիք ունի։ Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր ծախսերի համար։ Առանց պատասխանի սպասելու, Տիգրանը վերցրեց Լոնին Ջուլիայի ձեռքերից։ Մանուկը, որը այրվում էր ջերմությունից, նրան նայեց ապակե աչքերով, նախքան գլուխը նրա ուսին դնելը, կարծես բնազդաբար ճանաչելով անվտանգ ապաստան։ Դա այնքան բնական, այնքան վստահ շարժում էր, որ Տիգրանը զգաց, թե ինչ-որ բան կոտրվեց իր ներսում, 10 տարի առաջ կառուցված պատնեշը լուր փլուզվում էր։ Այստեղով, պարոն, մատնացույց արեց մի բուժքույր, նկատելով պրեմիում քարտը Տիգրանի ձայնի իշխանությունը։ Ջուլիան հետեց նրանց, չափազանց շփոթված, հարցեր տալու համար, նրա միակ միտքը կենտրոնացած էր որդու առողջության վրա։ Մի քանի րոպեից Լոնին զննում էր բժիշկը, մինչ բուժքույրերը ներերակային դեղ էին պատրաստում, ջերմությունը իջեցնելու համար։ Թոքաբորբ, ախտորոշեց բժիշկը, լսելով մանուկի թոքերը։ Մենք պետք է նրան հոսպիտալացնենք։ Ջերմությունը շատ բարձր է, նա ցույց է տալիս ջրազրկման նշաններ։ Ջուլիան ձեռքերով ծածկեց դեմքը, հուսահատության լուր ժեստ։ Տիգրանը նրբորեն ձեռքը դրեց նրա ուսին։ Ամեն ինչ լավ կլինի, ասաց նա այնպիսի համոզմունքով, որը չէր զգացել այն պահից, երբ կորցրել էր իր սեփական ընտանիքը։ Նա կունենա լավագույն խնամքը, խոստանում եմ։ Ջուլիայի դեմքի զարմանքի հայացքը արագորեն վերածվեց անվստահության։ Ինչ եք անում այստեղ։ Ինչպես իմացաք, որ մենք հիվանդանոցում էինք։ Տիգրանը ժամանակ չունեցավ պատասխանելու։ Լոնը ցնցում ստացավ բուժքույրի ձեռքերում, նրա փոքրիկ մարմինը կտրուկ ցնցվում էր։ Մի քանի վայրկյանից բժիշկները վազեցին նրան օգնելու, մանուկին տանելով շտապօգնության բաժանմունք։ Ջուլիան հետեց, վերջին շփոթված հայացք նետելով Տիգրանին, որը մնաց սպասասրահում։ Հաջորդ ժամերը հավերժություն էին։
Տիգրանը մի քանի զանգեր կատարեց, ապահովելով, որ Լոնը ստանա լավագույն մասնագետների օգնությունը։ Երբ վերջապես բժիշկ հայտնվեց, նրա դեմքը լուրջ էր։ Իրավիճակը ծանր թոքաբորբ է, բարդացած նախկին թերսնուցումով, որը վտանգել է իմունային համակարգը, բացատրեց բժիշկը։ Մենք պետք է նրան հոսպիտալացված պահենք մի քանի օր։ Մայրը հիմա նրա հետ է։ Տիգրանը շնորհակալություն հայտնեց, զգուշորեն ուղղվեց նշված սենյակ։ Նա Ջուլիային գտավ հիվանդանոցային մահճակալի կողքին նստած, բռնած Լոնի փոքրիկ ձեռքը, որը հիմա հանգստացած էր միացված խողովակներին ու մոնիտորներին։ Նրա դեմքը ցույց էր տալիս մեկի հոգնածությունը, ով չափազանց երկար մենակ էր պայքարել։ Դուք էիք ամբողջ ժամանակ, չէ՞, հարցրեց նա, աչքերը չկտրելով Լոնից։ Զամբյուղները, բժիշկը, բնակարանը, աշխատանքը։ Տիգրանը նստեց մահճակալի մյուս կողմի աթոռին։ Այո։ Ինչու՞։ Հարցը պարզ էր, բայց բարդություններով լի։ Որովհետև երբ ձեզ տեսա այդ ռեստորանում, այդքան արժանապատվությամբ կերակրելիս ձեր որդուն, ինչ-որ բան փոխվեց իմ ներսում, խոստովանեց նա։ 10 տարի էր, ինչ ես գոյություն ունեի, առանց իրականում ապրելու։ Ջուլիան վերջապես նրան նայեց։ Ո՞վ եք դուք, իրականում։ Տիգրան Մանուկյան։ Մանուկյան տեղ-ի հիմնադիրը։ Ճանաչումն անցավ նրա աչքերով։ Մանուկյան տեղ-ը երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկն էր, հաճախ լուրերում։ Իմ կինը որդին զոհվեցին վթարի հետանքով 10 տարի առաջ, շարունակեց նա, բառերը դժվարությամբ դուրս էին գալիս։ Այդ ժամանակվանից ի վեր, ես ապրում եմ ավտոմատ ռեժիմով։ Ես կառուցեցի մի ընկերություն, կուտակեցի հարստություն, բայց ներսից պարզապես դատարկ պատյան էի։ Մինչ ձեզ գտնելը։ Մենք բարեգործական նախագիծ չենք, Ջուլիան պատասխանեց, ձայնը հաստատուն, չնայած հոգնածությանը։ Ես երբեք ձեզ այդպես չեմ մտածել, հավաստիացրեց Տիգրանը։ Դուք ինձ արթնացրիք։ Ինձ ստիպեցիք դատարկությունից բացի այլ բան զգալ։ Հաջորդած լռությունը ընդհատվեց բուժքրոջ մուտքով։ Զուսպ կերպով Տիգրանը հեռացավ, խոստանալով վերադառնալ առավոտյան։ Հոսպիտալացման երրորդ օրը, երբ Լոնն արդեն լավացման նշաններ էր ցույց տալիս, մի բուժքույր ճանաչեց Տիգրանին։ Նա գաղտնի լուսանկարեց գործարարին, մահճակալի կողքին նստած, մինչ Ջուլիան հոգնած քնած էր բազկաթոռին։ Ժամեր անց պատկերը տարածվեց համացանցում։ Տեխնոլոգիական միլիարդատերը գաղտնի որդի ունի։ Տիգրան Մանուկյանը նկատվել է հիվանդանոցում, երեխայի անհայտ երիտասարդ կնոջ հետ։ Ձնահյուսն անմիջական էր։ Լրագրողները շրջապատեցին հիվանդանոցը։ Անվտանգությունը պետք է ուժեղացվեր։ Սենյակում Ջուլիան վախեցած արթնացավ աղմուկից։ Ինչ է կատարվում, հարցրեց նա, շփոթված։ Տիգրանը ցույց տվեց նորությունը իր հեռախոսում։ Ջուլիայի դեմքը գունատվեց։ Աստված իմ, ինչ ենք անելու, շնջաց նա, նայելով Լոնին, որը վերջապես հանգիստ քնում էր։ Մի անհանգստացեք, հանգստացրեց Տիգրանը։ Ես կլուծեմ դա։ Բայց իրավիճակն արագորեն դուրս եկավ վերահսկողությունից։ Մամուլն ինտենսիվորեն շահարկում էր։ Արդյոք Լոնը գործարարի չճանաչված որդին էր։ Ո՞վ էր այդ երիտասարդ կինը։ Հին արտաամուսնական կապ։ Տեսությունները բազմապատկվում էին, ավելի ու ավելի սենսացիոն։ Հաջորդ օրը Ջուլիան փորձեց գաղտնի դուրս գալ հիվանդանոցից հետի դռնով, Լոնի հետ, որը նոր էր դուրս գրվել։ Նրանց դիմավորեցին լուսանկարիչների բռնկումներով ներխուժող հարցերով։ Մի համարձակ լրագրող նույնիսկ արգելափակեց նրա ճանապարհը։ Ինչպես համոզեցիք երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին ընդունել ձեր որդուն։ Վախեցած, Ջուլիան Լոնին պաշտպանեց իր մարմնով։ Հենց այդ ժամանակ հայտնվեցին Տիգրանի կողմից ուղարկված անվտանգության աշխատակիցները, նրանց ուղեկցելով զրահապատ մեքենա։ Մեքենայում Ջուլիան լուռ լացում էր։ Ես չեմ կարող վերադառնալ բնակարան, ասաց նա։ Նրանք կհետապնդեն մեզ։ Լոնը նոր է դուրս եկել հիվանդանոցից։ Ես ունեմ անվտանգ վայր, Տիգրանն առաջարկեց։ Իմ տունը Սանա լճի ափին գտնվող ամառանոցում։ Մեկուսացված, անվտանգությամբ։ Դուք կարող եք այնտեղ մնալ, մինչ ամեն ինչ հանդարտվի։ Դժկամորեն, բայց այլընտրանք չունենալով, Ջուլիան համաձայնեց։ Նույն կեսօրին նրանց ուղղաթիռով տեղափոխեցին ծովափնյա տուն։ Հակադրությունը չէր կարող ավելի մեծ լինել։ Ամիսներ առաջ նրանք քնում էին մեքենայում, հիմա նրանք օվկիանոսի տեսարանով առանձնատանն էին։
Տունը, սակայն, մելամաղձոտ տեսք ուներ։ Տիգրանի հանգուցյալ կնոջ որդու լուսանկարները զարդարում էին որոշ պատեր, ժամանակի մեջ սառած ժպտացող դեմքեր։ Ջուլիան դիտում էր այդ պատկերները, կարեկցանքի անհարմարության խառնուրդով։ Մինչդեռ Երանում մեդիա պատմությունը ավելի ու ավելի դաժան էր դառնում։ Ջուլիայի աշխատած կլինիկայի նախկին աշխատակցուհին աղավաղված տեղեկություններ էր վաճառել։ Նա միշտ խոսում էր հարուստ տղամարդ գտնելու մասին։ Հայտնվում էր թանկարժեք նվերներով, բայց երբեք չէր ասում, թե որտեղից էին դրանք գալիս։ Ինտերնետը եռում էր դատապարտումներից։ Ջուլիան պատկերվում էր որպես հնարավորություն փնտրող, ով գայթակղել էր խոցելի այրուն։ Մյուսները ենթադրում էին, որ երեխան գաղտնի հարաբերությունների արդյունք էր։ Քիչ ձայներ էին հարցնում. Ինչու՞։ Մարդասիրական օգնության պատմությունը անմիջապես սեքսուալացվում աղավաղվում էր հանրային ցինիզմով։ Սանա լճի ափին գտնվող ամառանոցում 4-րդ օրը Տիգրանը Ջուլիային գտավ պատշգամբում, դիտելով լիճը, մինչ Լոնը քնած էր։ Նա նրան տվեց մի պլանշետ, վերջին նորություններով։ Նա լուր կարդաց, արցունքները հոսում էին դեմքով։ Նրանք ոչնչացնում են իմ հեղինակությունը, ասաց նա վերջապես։ Ինչպես ես աշխատանք գտնեմ դրանից հետո։ Ինչպես Լոնը կմեծանա իր մոր մասին այս ստերի հետ։ Տիգրանը նստեց նրա կողքին։ Ես կարող եմ հարցազրույց տալ, բացատրել ամեն ինչ։ Եվ ինչ ասել։ Որ դուք կարեկցել եք միայնակ մորը, որը ռեստորանում մնացորդներ էր խնդրում։ Որ ինձ օգնեցիք խղճահարությունից։ Դառնությունը նրա ձայնում շոշափելի էր։ Միգուցե ավելի լավ է, որ ես վերադառնամ Դիլի ջան, նորից սկսեմ հեռու այս ամենից։ Դա խղճահարություն չէր, Տիգրանը հաստատուն պատասխանեց։ Դա այն էր, որ դուք Լոնը ցույց տվեցիք ինձ այն, ինչ ես մոռացել էի։ Որ դեռս կա բարություն, արժանապատվություն աշխարհում։ Որ դեռս արժե հոգ տանել։ Տիգրանի հեռախոսը զանգեց։ Դա Մարիամն էր, նրա օգնականը։ Պարոն, իրավիճակը բարդանում է։ Մի տաբլոիդ սպառնում է հրապարակել, որ աղջիկն աշխատել է որպես լավ, որ նա կասկածելի անցյալ ունի։ Դա սուտ է, բացականչեց Տիգրանը, զայրացած։ Ես գիտեմ, բայց նրանք չեն հոգում ճշմարտության մասին։ Եվ ավելին։ Տնօրենների խորհուրդն անհանգստացած է։ Ընկերության բաժնետոմսերը երեկվանից իջել են 3%, ով։ Անջատելուց հետո Տիգրանը Ջուլիային գտավ, օրորելով Լոնին, որը արթնացել էր լացելով։ Նրա հայացքը, որը նա նետեց նրան, որոշում էր պարունակում։ Ես չեմ կարող դա անել իմ որդու հետ, հայտարարեց նա։ Նա արժանի է խաղաղ մեծանալու, ոչ թե սկանդալներով ստերով շրջապատված։ Ինչ եք ուզում ասել, հարցրեց Տիգրանը, վախենալով պատասխանից։ Վաղը մենք վերադառնում ենք Երան։ Ես այլ տեղ կփնտրեմ, միգուցե այլ քաղաք։ Դուք ունեք ձեր կյանքը, ձեր ընկերությունը։ Իսկ եթե ես չուզեմ, որ դուք գնաք։ Հարցը դուրս թռավ, մինչ նա կարողացավ զսպել այն։ Ջուլիան զարմացած նրան նայեց։ Ինչու։ Որովհետև 3 ամսվա ընթացքում ձեզ հեռվից օգնելով ես ավելի շատ նպատակ զգացի, քան 10 տարվա ընթացքում միլիարդավոր ընկերություն կառավարելիս, խոստովանեց նա։ Որովհետև Լոնի ժպտալը մանկաբույժի ուղարկած լուսանկարներում իմ օրվա լավագույն պահն էր։ Որովհետև մի պահակ ընդհատեց, հայտարարելով, որ մեքենա է եկել։ Դա Էդուարդն էր, Տիգրանի փեսան։ Մենք պետք է խոսենք, հայտարարեց նա, տուն մտնելով որպես փոթորիկ։ Տեսնելով Ջուլիային Լոնի հետ, նրա աչքերը նեղացան։ Ուրեմն լուրերը ճիշտ են։ Էդուարդ, դա այն չէ, ինչ դուք մտածում եք, սկսեց Տիգրանը։ Ոչ։ Ապա բացատրեք, թե ինչու է իմ քրոջ այրին թաքնված ծովափնյա տանը, անհայտ կնոջ երեխայի հետ, մինչդեռ ընկերությունը, որը մենք տարիներ շարունակ կառուցել ենք, արժեք է կորցնում սկանդալի պատճառով։ Ես հասկանում եմ ձեր ցավը, Էդուարդ, Տիգրանը հանգիստ պատասխանեց։ Բայց ես այլս չեմ կարող ապրել որպես ուրվական։ Անահիտը դա չէր ցանկանա։ Մի օգտագործել նրա անունը արդարացնելու համար սա, բղավեց Էդուարդը, մատնացույց անելով Ջուլիային։ Բավական է, Ջուլիայի ձայնը կտրեց օդը։ Ես, սա, չեմ։ Ես մայր եմ, ով ամեն ինչ արել է իր որդուն պաշտպանելու համար։ Եթե իմ ներկայությունը այդքան անհանգստություն է պատճառում, մենք հենց հիմա կլուծենք դա։ Մինչ Էդուարդն ու Տիգրանը թեժ վիճում էին, Ջուլիան լուր վերցրեց այն քիչ իրերը, որ բերել էր, Լոնին ձեռքերում դուրս եկավ հետի դռնով։
Ափամերձ ճանապարհին նա կարողացավ ուղեկցորդ գտնել մինչ Սան քաղաքի ավտոկայան։ Այնտեղ նա գնեց Տոմս դեպի Դիլիջան, իր խնայած գումարով։ Երբ Տիգրանը վերջապես նկատեց Ջուլիայի բացակայությունը, նա գտավ միայն մի պարզ գրություն. «Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արեցիք մեզ համար։ Լոնը երբեք չի մոռանա ձեր բարությունը, նույնիսկ եթե չհիշի ձեզ»։ Տիգրանին պատած հուսահատությունը ճնշող էր, այնքան ֆիզիկական, որքան էմոցիոնալ ցավ։ Հանրային իմիջի կորպորատիվ պատասխանատվությունների շուրջ քննարկման մեջ նա կորցրել էր այն, ինչ իրականում կարոր էր։ Կրկին։ Ուր գնաց նա, պահանջեց Էդուարդը, տեսնելով Փեսայի վիճակը։ Գնացել է, պատասխանեց Տիգրանը, ձայնը խեղդված։ Մեր վեճի պատճառով, որովհետև դուք նրան վերաբերվեցիք, կարծես նա լիներ։ Ինչ։ Շահախնդիր։ Եվ նա այդպիսին չէ։ Տիգրանը Փեսային նայեց այնպիսի հաստատակամությամբ, որը տարիներ շարունակ չէր ցուցաբերել։ Ոչ։ Նա ամենաարժանապատիվ մարդն է, որին ես հանդիպել եմ երկար ժամանակ։ Նա հրաժարվեց փողից, ընդունեց միայն այն, ինչ իր որդուն անհրաժեշտ էր, քրտնաջան աշխատեց իր կյանքը վերակառուցելու համար։ Եվ ամենակարևորը, Էդուարդ, նա ստիպեց ինձ հիշել, որ ես դեռ մարդ եմ։ Նրա ձայնի վճռականությունը ստիպեց Էդուարդին հետ քաշվել, շփոթված այն փոփոխությունից, որը տեսնում էր Փեսայի մեջ, մի մարդ, ով 10 տարի պարզապես գոյություն ուներ, հիմա լի էր կյանքով, նպատակով։ Ինչ ես անելու, հարցրեց Էդուարդը վերջապես։ Գտնել նրան։ Եվ այս անգամ ես չեմ թաքնվի անանուն զամբյուղների անուղղակի բարեհաճությունների հետում։ Տիգրանը վերցրեց մեքենայի բանալիները։ Դրանից հետո ես կանեմ մի բան, որը պետք է արած լինեի տարիներ առաջ։ Կպատմեմ իմ սեփական պատմությունը, իմ պայմաններով։ Մինչդեռ Երան-Սան մայրուղով ընթացող ավտոբուսում Ջուլիան օրորում էր քնած Լոնին, լուր։ Արցունքները հոսում էին դեմքով։ Նա գիտեր, որ ճիշտ էր անում, պաշտպանում էր իր որդուն հանրային քննությունից, չարակամ շահարկումներից, դատապարտումներից։ Բայց ինչու՞։ Էր այնուհետ զգում, կարծես թե իր էական մասն էր թողնում հետում։ Հաջորդող շաբաթներին Տիգրանի որոնումները Ջուլիայի Լոնի համար անդադար էին։ Նա վարձեց զուսպ քննիչների, անձամբ բազմիցս այցելեց Դիլիջան, բայց նրանք կարծես անհետացել էին։ Փոքրիկ լճապնյա քաղաքը լավ էր պահպանում իր գաղտնիքները, բնակիչները, պաշտպանելով նորից սկսել ցանկացող երիտասարդ մորը, չէին բացահայտում նրա գտնվելու վայրը։ Հոգնած շահարկումներից ստերից Տիգրանը վերջապես ընդունեց հայկական հեռուստատեսության ամենահարգված լրագրողական հաղորդման հրավերը։ Կիրակի երեկոյան, պրայմ թայմին, նա նստեց միլիոնավոր հեռուստադիտողների առջ, պատմելու իր ճշմարտությունը։ 10 տարի առաջ ես կորցրի իմ կնոջը, Անահիտին, որդուս Վահանին, սկսեց նա, առանց շեղվելու։ Այդ ժամանակվանից ի վեր, ես ապրել եմ ավտոմատ ռեժիմով։ Ես կառուցեցի մի ընկերություն, կուտակեցի հարստություն, բայց ներսից պարզապես դատարկ պատյան էի։ Մինչ այն գիշերը, երբ մի երիտասարդ մայր մտավ ռեստորան, մնացորդներ խնդրելով իր որդուն կերակրելու համար։ Զինաթափող ազնվությամբ Տիգրանը պատմեց ամբողջ պատմությունը։ Հանդիպումը, Դոլմամաում, անանուն օգնելու որոշումը, Լոնի թոքաբորբը, աղավաղված մեդիա սկանդալը։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր Ջուլիան հրաժարվել փողից, ընդունելով միայն այն, ինչ ապահովում էր արժանապատվություն, անվտանգություն իր որդու համար։ Այն մասին, թե ինչպես էր նա անխոնջ աշխատել իր կյանքը վերակառուցելու համար, չիմանալով, թե ով էր իր բարերարը։ Ես չէի, ով օգնեց նրան, եզրափակեց նա, ձայնը խեղդված։ Նա էր, ով փրկեց ինձ։ Ինձ ցույց տվեց, որ դեռս կա տեղ մարդկության իրական կապի համար այս աշխարհում։ Հաղորդավարը, ակնհայտորեն հուզված, տվեց վերջին հարցը։ Իսկ հիմա։ Ինչ եք մտադիր անել։ Գտնել նրանց, պարզապես պատասխանեց Տիգրանը։ Եվ անձամբ ասել այն, ինչ հիմա ասում եմ Հայաստանին, ես չփրկեցի Ջուլիային Լոնին։ Նրանք ինձ կյանք վերադարձրին։ Հարցազրույցի արձագանքն անմիջական էր։ Սոցիալական ցանցերը, նախկինում դաժան դատապարտումների բեմ, հիմա լցված էին աջակցության հաղորդագրություններով։ Գտեք Ջուլիային դարձավ Հայաստանում ամենաշատ քննարկվող թեման։ Միայնակ մայրերը կիսվում էին իրենց պայքարի կայունության պատմություններով։ Խոցելի վիճակում գտնվող կանանց աջակցող կազմակերպությունները օգնություն առաջարկեցին երիտասարդ մորը գտնելու համար։ Դիլիջանի փոքրիկ հյուրատանը, որտեղ նա ապաստան էր գտել, Ջուլիան դիտում էր հարցազրույցը, սիրտը թրթռում էր։
Լոնը ապաքինված խաղասեր սողում էր պարզ սենյակում, անտարբեր այն ազգային իրարանցմանը, որն առաջացրել էր նրա պատմությունը։ Հեռախոսը զանգեց։ Դա իր մայրն էր, տիկին Թերեզան, ում հետ նա չէր խոսել տանից վտարվելուց ի վեր։ Աղջիկս։ Տիկնոջ խեղդված ձայնը լի էր զղջումով։ Ես քեզ տեսա հեռուստացույցով։ Իմ թոռը կարող եմ նրան տեսնել։ Զրույցը երկար ու ցավոտ էր, լի ներողություններով ու շացած բացատրություններով։ Երբ նա անջատեց հեռախոսը, Ջուլիան տարօրինակ կերպով թեթացած զգաց, կարծես մի բեռ, որը նա տարիներ շարունակ կրում էր, սկսում էր ցրվել։ Ինչ ես կարծում, Լոն, հարցրեց նա որդուն, որը պատասխանեց պղպջակող ծիծաղով։ Պետք է մենք հնարավորություն տանք տատիկ Թերեզային։ Հաջորդ օրը հյուրատան տիրուհին նրբորեն թակեց դուռը։ Ջուլիա, ներքում մի լրագրող կա, որը ուզում է խոսել ձեզ հետ։ Ասեմ, որ չկաք։ Ջուլիայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչպես գտան ինձ։ Միգուցե ավտոկայանից ինչ-որ մեկը ճանաչել է ձեզ հեռուստատեսային այդ հարցազրույցից հետո, բացատրեց տիկինը։ Ավելի շատ մարդիկ են գալիս։ Լրագրողներ, լուսանկարիչներ։ Ջուլիան նստեց մահճակալին, շփոթված։ Այլս թաքնվելու տեղ չկար։ Պատմությունը ազգային մասշտաբներ էր ստացել։ Կարող եմ օգտագործել ձեր հեռախոսը, հարցրեց նա վերջապես։ Դողացող ձեռքերով նա հավաքեց այն համարը, որը դեռ սպահում էր հիշողության մեջ, մանկաբույժի համարը, որին Տիգրանն ուղարկել էր ամիսներ առաջ։ Բժիշկ Կարեն։ Ես Ջուլիա Ավետիսյանն եմ։ Ինձ օգնություն է պետք։ 1 ժամից էլ քիչ ժամանակում մի մասնավոր ուղղաթիռ վայրէջք կատարեց հյուրատան մոտակա դաշտում։ Մի էլեգանտ կին 50 անց իջավ, դա Մարիամն էր, Տիգրանի օգնականը։ Մասնագիտական արդյունավետությամբ նա օգնեց Ջուլիային Լոնին գաղտնի նստել ուղղաթիռը, մինչ մամուլը կուտակվում էր հյուրատան գլխավոր մուտքի մոտ։ Ուր ենք գնում, հարցրեց Ջուլիան, կարգավորելով Լոնի անվտանգության գոտին։ Դեպի անվտանգ վայր, պարզապես պատասխանեց Մարիամը։ Պարոն Մանուկյանը արտակարգ հանդիպում է ունենում տնօրենների խորհրդի հետ, բայց խնդրել է, որ ես ապահովեմ ձեր անհապաղ անվտանգությունը։ Ուղղաթիռը թռավ լճափի վրայով, հեռանալով Դիլիջանից։ Ներքում, հայկական հյուսիսային լճափը բացվում էր ամայի լողափերով Ատլանտյան անտառի կանաչ լանջերով։ Մոտ 40 րոպեից հետո նրանք սկսեցին իջնել մեկուսացված տարածքում, մի մասնավոր թերակղզում, որտեղ մի մոդեռնիստական տուն հիանալիորեն ինտեգրված էր վայրի բնապատկերին։ Բարի գալուստ ծովագյուղ, ասաց Մարիամը, իջնելիս։ Սա պարոն Մանուկյանի քիչ հայտնի սեփականություններից մեկն է։ Ոչ ոք ձեզ այստեղ չի փնտրի։ Տունը թե շքեղ ուներ հարմարավետ տեսք, որը Սանա լճի ափին գտնվող ամառանոցը չուներ։ Շքեղ դեկորացիայի փոխարեն կային գրքեր, երաժշտական գործիքներ, մի խոհանոց, որը կարծես իսկապես օգտագործվում էր։ Առանց այն լուսանկարների, որոնք անընդհատ հիշեցնում էին Տիգրանի ողբերգական անցյալը։ Նա սովորաբար գալիս է այստեղ, ճնշումներից խուսափելու համար, բացատրեց Մարիամը, ցույց տալով նրան սենյակները։ Սա միակ վայրն է, որտեղ նա իսկապես հանգստանում է։ Ջուլիան Լոնին դրեց արդեն պատրաստված օրորոցում վերադարձավ հյուրասենյակ, որտեղ Մարիամը սպասում էր մի բաժակ թեյով։ Ինչու՞։ Էկ այս ամենն անում մեզ համար, հարցրեց նա վերջապես։ Մարիամը նրբորեն ժպտաց։ Ես Տիգրանի հետ եմ աշխատում 15 տարի։ Ես տեսա այն եռանդուն մարդուն, որ նա էր ողբերգությունից հետո վերածվել ստվերի։ Եվ ապա, վերջին ամիսներին, տեսա, թե ինչպես է այդ ստվերը նորից գույներ ստանում։ Ձեր պատճառով։ Ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել։ Արեցիք, այո, նրբորեն ընդհատեց Մարիամը։ Դուք նրան հիշեցրիք, որ ցավից բացի կյանք կա։ Որ հնարավոր է նորից սկսել։ Այդ գիշեր, մինչ Լոնը խորը քնած էր, Ջուլիան քայլում էր մասնավոր լողափով։ Ալիքները նրբորեն ջարդվում էին ավազին, աստղազարդ երկինքն անսահման էր թվում։ Ինչպես էր նրա կյանքն այդքան կտրուկ փոխվել այդքան կարճ ժամանակում։ Մեքենայից ավտոկայանատեղիում մինչ առանձնատուն լճի ափին։ Անտեսանելիից մինչ մեդիա փոթորկի կենտրոն։ Մի շարժիչի ձայն կտրեց նրա մտքերը։ Լույսերը մոտենում էին լճից, մի փոքրիկ նավակ, որը ուղղվում էր դեպի լողափ։ Ջուլիան լարվեց, վախենալով, որ լրագրողները գտել էին իր ապաստանը։ Երբ նավակը խարիսխ գցեց միայնակ կերպար ցատկեց ծանծաղ ջրի մեջ, նրա սիրտը ճանաչեց նախքան միտքը, դա Տիգրանն էր։
Բոբիկ, տաբատի փեշերը ծալած մինչ ծնկները, քայլում էր։ Ջրի միջով դեպի նա։ Ինչպես իմացաք, որ ես այստեղ կլինեմ, հարցրեց նա, երբ նա մոտեցավ։ Չգիտեի, պարզապես պատասխանեց Տիգրանը։ Հուսով էի։ Աղոթում էի։ Հաջորդած լռությունը անհարմար չէր, բայց լի էր չասված բաներով։ Ալիքների ձայնը օրորում էր ժամանակի մեջ կախված այդ պահը։ Ես տեսա ձեր հարցազրույցը, ասաց Ջուլիան վերջապես։ Եվ ինչ։ Ինչու։ Այդպես բացահայտել ձեր կյանքը։ Ձեր ցավը, ձեր պատմությունը։ Որովհետև հոգնել էի ստվերներում ապրելուց, պատասխանեց նա։ Թույլ տալուց, որ ուրիշները սահմանեն իմ պատմությունը։ Մեր պատմությունը։ Չկա մեր պատմություն, Տիգրան, Ջուլիան հոգոց հանեց։ Դուք միլիարդատեր գործարար եք, ես միայնակ մայր եմ լճափից։ Մենք ապրում ենք տարբեր աշխարհներում։ Իսկապես։ Տիգրանն ավելի մոտեցավ, նրա աչքերը հառած Ջուլիայի աչքերին։ Մենք երկուսս էլ ճանաչում ենք կորուստը։ Միայնությունը։ Պայքարը, իմաստ գտնելու համար, երբ ամեն ինչ փլուզվում է։ Ինձ թվում է, որ մենք ավելի շատ ընդհանուր բան ունենք, քան արտաքին տեսքը հուշում է։ Մի նուրբ քամի խառնեց Ջուլիայի մազերը, Տիգրանը դիմացավ դրանք ուղղելու ցանկությանը։ Կար մի գիծ, որը նրանք դեռ չէին հատել, մի անհայտ տարածք նրանց միջ։ Լոնը կարոտում էր ձեզ, ասաց նա, զարմացնելով երկուսին էլ խոստովանությամբ։ Նա երբեմն նայում է դռանը, կարծես ինչ-որ մեկի մուտքին է սպասում։ Իսկ դուք, հարցը դուրս թռավ, մինչ նա կարողացավ զսպել այն։ Ջուլիան հայացքը շեղեց դեպի լիճը։ Ես էլ։ Նրանք միասին վերադարձան տուն, քայլելով կողք կողքի, առանց դիպչելու, բայց ինչ-որ կերպ ավելի մոտ, քան երբևէ։ Սենյակում Լոնը հանգիստ քնած էր։ Տիգրանը կանգնեց դռան մոտ, դիտելով երեխային այնպիսի հույզերով, որոնք այլս չէր փորձում թաքցնել։ Նա այնքան է մեծացել, մեկնաբանեց նա, ձայնը ցածր, չարթնացնելու համար։ Երեխաները այդպես են անում, ժպտաց Ջուլիան, կրկնելով այն բառերը, որոնք նա ասել էր երանում։ Հաջորդ օրերը ստեղծեցին զարմանալիորեն բնական առօրյա։ Տիգրանն առավոտյան հեռակա աշխատում էր, մինչ Ջուլիան հոգ էր տանում Լոնի մասին։ Կեսօրին նրանք կիսում էին երեխայի պատասխանատվությունը, խաղալով նրա հետ լողափում, ցույց տալով նրան խեցիներն ու խեցգետինները, սովորեցնելով նրան չվախենալ փոքրիկ ալիքներից, որոնք ողողում էին նրա ոտքերը։ Այդ կեսօրներից մեկի ժամանակ, նստած ավազին, մինչ Լոնը փորձում էր իր առաջին հաստատուն քայլերը, Տիգրանը կիսվեց մի մտքով, որը նա մշակում էր։ Ես մտածում եմ հիմնադրամ ստեղծելու մասին, բացատրեց նա։ Խոցելի վիճակում գտնվող միայնակ մայրերին աջակցելու համար։ Ոչ թե բարեգործությամբ, այլ իրական հզորացումով, ժամանակավոր բնակարանով, մանկապարտեզներով, մասնագիտական որակավորումով։ Ջուլիայի աչքերը փայլեցին։ Դա շատ կյանքեր կփոխեր։ Ես կցանկանայի, որ դուք ղեկավարեիք նախագիծը, շարունակեց Տիգրանը։ Ոչ ոք ավելի լավ չի հասկանում այդ կարիքները, քան դուք։ Ես, Ջուլիան, զարմացած թվաց։ Ես չունեմ կրթություն, վարչական փորձը։ Բայց ունեք կյանքի փորձ, խելք կարեկցանք, նրբորեն ընդհատեց նա։ Մնացածը սովորվում է։ Այդ գիշեր, Լոնին քնեցնելուց հետո, մի խնդիր, որը նրանք հիմա բնականաբար կիսում էին, նրանք նստեցին դեպի լիճը նայող պատշգամբում։ Լուսնի լույսը արծաթագույն ճանապարհ էր ստեղծում ջրի վրա, ալիքների ձայնը օրորում էր զրույցը։ Այսօր մայրս նորից զանգեց, մեկնաբանեց Ջուլիան, համտեսելով նուրբ գինի։ Նա իսկապես զղջում է։ Ուզում է հնարավորություն ունենալ Լոնին ճանաչելու, մեր կյանքի մասը դառնալու։ Իսկ դուք ուզում եք դա։ Ջուլիան հոգոց հանեց։ Իմ մի մասը դեռս ցավում է։ Բայց մյուս մասը… Նա վարանեց, մյուս մասը կարծում է, որ բոլորն արժանի են երկրորդ հնարավորության։ Որ նեղություն պահելը միայն թունավորում է հոգին։ Տիգրանը նրբորեն ժպտաց։ Իմաստուն խոսքեր այդքան երիտասարդի համար։ Դա իմաստություն չէ, դա գոյատում է, պատասխանեց նա։ Ես սովորել եմ, որ կամ դու ներում ես առաջ ես շարժվում, կամ ընդմիշտ մնում ես անցյալի մեջ։ Բառերը կախված մնացին նրանց միջ, իմաստով լի։ Տիգրանը գիտեր, որ նա միայն իր մոր մասին չէր խոսում։ Երբեմն ես մտածում եմ… Սկսեց նա, վարանելով, արդյոք ես պատրաստ եմ առաջ շարժվել։ Արդյոք ես չեմ դավաճանում նրանց հիշատակին, զգալով ցանկանալովը։
Նորից ապրելու ավարտեց Ջուլիան, նրա աչքերը հանդիպեցին Տիգրանի աչքերին մթնշաղում։ Կարծում եմ, որ ամենամեծ դավաճանությունը կլինի վատնել այն կյանքը, որը դուք դեռ ունեք, նրանց պատճառով, ովքեր հեռացել են։ Հարմարավետ լռություն հաստատվեց նրանց միջ։ Կարիք չկար սահմանելու այն, ինչ ծնվում էր այնտեղ, մի կապ, որը գերազանցում էր այն արտասովոր հանգամանքները, որոնք նրանց միավորել էին։ Հաջորդ օրը, մինչ Տիգրանը խաղում էր Լոնի հետ հյուրասենյակում, նա զանգ ստացավ Էդուարդից։ Իր զարմանքին, Փեսան չէր զանգում վիճելու կամ հարցեր տալու համար, այլ ներողություն խնդրելու։ Ես տեսա ձեր հարցազրույցը, բացատրեց Էդուարդը, ձայն ավելի նուրբ, քան Տիգրանը հիշում էր։ Եվ հասկացա, որ սխալվել եմ։ Անահիտը չէր ցանկանա, որ դուք բոլոր այս տարիները ապրեիք որպես ուրվական։ Նա միշտ ասում էր, որ ձեր ամենամեծ որակը մարդկանց անկեղծորեն հոգ տանելու ունակությունն է։ Էդուարդի հետ հաշտությունը կարծես վերջին արգելքը հեռացնելն էր։ Այդ կեսօրին Տիգրանը Ջուլիային հրավիրեց նավով զբոսնելու, միայն երկուսը։ Լոնը մնաց տնային տնտեսուհու խնամքին, մի տեղացի տիկնոջ, որը նրան պաշտում էր։ Փոքրիկ նավակում, որը նրբորեն սահում էր բյուրեղյա ջրերի վրայով, Տիգրանը վերջապես խոսեց Անահիտի Վահանի մասին, ոչ թե նախկին պատռող ցավով, այլ քնքուշ կարոտով, մեկի, ով սկսում էր հաշտվել անցյալի հետ։ Նա պատմեց, թե ինչպես էր հանդիպել Անահիտին քոլեջում, թե ինչպես էր Վահանը ծնվել անժամանակ քաջաբար պայքարել գոյատելու համար, թե ինչպիսին էին ընտանեկան սուրբ ծնունդները, փոքրիկ ավանդույթները, որոնք նրանք ստեղծել էին։ Ջուլիան ուշադրությամբ հարգանքով լսում էր, հասկանալով, որ այդ կիսվելը պարզապես պատմություն չէր, այլ վստահության նվեր, մի տարածքի բացում, որը կնքված էր եղել 10 երկար տարի։ Երբ նրանք վերադարձան լողափ, առը սկսում էր մայր մտնել, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Ավազին տնային տնտեսուհին խաղում էր Լոնի հետ, որը բարձր ծիծաղում էր յուրաքանչյուր ալիքից, որը հասնում էր նրա ոտքերին։ Այստեղ էի գալիս, երբ դեռահասության տարիներին մորս հետ վիճում էի, պատմեց Ջուլիան, բոբիկ ոտքերը խրվում էին խոնավ ավազի մեջ։ Ես նստում էի այդ քարերի վրա պատկերացնում, թե ինչպիսին կլինի իմ կյանքը, երբ հեռանամ Դիլիջանից։ Եվ ինչպես էիք պատկերացնում։ Զվարճալի է, երբեք չէի մտածել հարստության կամ փառքի մասին։ Պարզապես ազատություն էի ուզում, նոր վայրեր տեսնել, միգուցե քոլեջ գնալ։ Նա մելանխոլիկ ժպտաց։ Կյանքն այլ ծրագրեր ուներ։ Դուք դեռ կարող եք անել այդ ամենը, ասաց Տիգրանը, բռնելով նրա ձեռքը։ Պատմությունը չի ավարտվել։ Դիլիջանում անցկացրած այդ շաբաթը բոլորի համար բուժիչ հանգիստ էր։ Ջուլիան վերականգնեց իր արմատների հետ կապը, Տիգրանին ցույց տալով այն վայրերը, որոնք ձավորել էին իր մանկությունը, դպրոցը, որտեղ սովորել էր, պաղպաղակատունը, որտեղ առաջին համբույրն էր տվել, հրապարակը, որտեղ արհեստագործական իրեր էր վաճառում զբոսաշրջիկներին։ Տիգրանի համար այդքան հեռու աշխարհին ծանոթանալը հայտնություն էր։ Փոքրիկ լճապնյա քաղաքի կյանքի պարզությունը, համայնքային հարաբերությունները, որտեղ բոլորը միմյանց անունով էին ճանաչում, փոխգործակցությունների իսկությունը, ամեն ինչ խորապես հակադրվում էր Երանի սառը կորպորատիվ աշխարհին։ Լոնը իր հերթին ծաղկեց նորահայտ տատիկի սիրո ներքո։ Տիկին Թերեզան բացահայտվեց որպես բնածին պատմող, հիացնելով թոռնիկին լճապնյա լեգենդներով, իր սեփական մանկության երգերով։ Երեկոյան, երբ տղան վերջապես քնում էր, հոգնած այդքան շատ հայտնագործություններից, երեք մեծահասակները զրուցում էին պատշգամբում, վերակառուցելով կամուրջներ, որոնք անդառնալիորեն կոտրված էին թվում։ Երան վերադառնալու նախօրեին տիկին Թերեզան Ջուլիային զարմացրեց մի փոշոտ տուփով։ Ես ամեն ինչ պահել եմ, բացատրեց նա, բացելով տարան, որը պարունակում էր Ջուլիայի մանկության նկարներ, նրա առաջին դպրոցական շարադրությունները, անցած տարեդարձերի լուսանկարները։ Նույնիսկ ամենամեծ զայրույթի պահերին, ես երբեք չկարողացա ազատվել այդ հիշողություններից։ Հիշողությունների մեջ կար մի դեղնած ծրար, դեռահաս Ջուլիայի ձեռագրով։ Բացել, երբ 30 տարեկան լինեմ։ Ներսում մի նամակ էր, որը նա գրել էր իրեն 15 տարեկանում, թվարկելով ապագայի երազանքներն ու նպատակները։ Ես ուզում եմ սովորել սոցիալական աշխատանք օգնել դժվարության մեջ գտնվող ընտանիքներին, կարդաց Ջուլիան բարձրաձայն, զարմացած իր սեփական մոռացված բառերից։ Ես ուզում եմ հոգ ստեղծել, աջակցելու կանանց, ովքեր, ինչպես իմ մայրը, պետք է միայնակ երեխաներ մեծացնեն։ Կարծես թե դուք միշտ իմացել եք ձեր ճանապարհը, մեկնաբանեց Տիգրանը, տեսարանը քնքշորեն դիտելով։ Պարզապես պետք էր հիշեցնել։ Երան վերադառնալուց հետո կյանքն աստիճանաբար նոր ռիթմ գտավ։
Նոր սկիզբ հիմնադրամը պաշտոնապես գրանցվեց, Ջուլիան որպես գործադիր տնօրեն, իսկ Տիգրանը խորհրդի նախագահ։ Առաջին փորձնական նախագիծը կլիներ Նորագավիթ համայնքում, Երանի ամենամեծ համայնքում, որն առաջարկում էր համապարփակ աջակցություն խոցելի վիճակում գտնվող 50 մայրերին։ Զուգահեռաբար, Ջուլիան սկսեց սոցիալական աշխատանքի հեռակա դասընթաց, իրականացնելով քնած երազանքը։ Երեկոները նվիրված էին ուսումնասիրություններին, մինչ Տիգրանը հաճախ քնում էր Լոնին գրկած մանկական գրքերը ցրված պենթհաուսի բազմոցին, որն այժմ, վերջապես, տուն էր թվում։ Մամուլը, որը նախկինում դաժան էր, այժմ հարգանքով փաստագրում էր բացվող փրկության նպատակի պատմությունը։ Տիգրանն ու Ջուլիան դարձան խորհրդանիշ այն բանի, թե ինչպես կարող են թվացյալ անհամատեղելի կյանքերը կատարելապես լրացնել միմյանց, երբ միավորված են անկեղծ արժեքներով։ Դիլիջանում հաշտությունից 6 ամիս անց, հիմնադրամի առաջին կենտրոնի բացման ժամանակ, տիկին Թերեզան մեկնեց Երան, իր դստերը պատվելու։ Հագած նոր զգեստ, հատուկ այդ առիթի համար կարված, նա հպարտությամբ դիտում էր, թե ինչպես է Ջուլիան ելույթ ունենում իշխանությունների մամուլի առջ։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մայր արժանի է արժանապատվության, յուրաքանչյուր երեխա արժանի է անվտանգության, յուրաքանչյուր ընտանիք արժանի է բարգավաճելու հնարավորության, հայտարարեց Ջուլիան, նրա հաստատուն ձայնը արձագանքում էր սրահում։ Մեր առաքելությունը բարեգործություն առաջարկելը չէ, այլ գործիքներ տրամադրելը, որպեսզի այդ կանայք կարողանան վերաշարադրել իրենց սեփական պատմությունները։ Կուլիսներում Տիգրանը Լոնին գրկած էր, տղան այժմ խոսում էր ամբողջական նախադասություններով, ցուցաբերում էր նույն վճռականությունը հայացքում, որը բնորոշ էր իր մորը։ Երբ Ջուլիան ավարտեց ելույթը, Լոնը վազեց նրա ուղղությամբ, ստանալով ամուր գրկախառնություն։ Մաման գեղեցիկ խոսեց, հայտարարեց տղան կոմիկական լրջությամբ։ Ձեր մայրը հրաշալի կին է, համաձայնեց Տիգրանը, մոտենալով։ Եվ ես կարևոր բան ունեմ նրան հարցնելու։ Ջուլիայի զարմանքին, Տիգրանը ծնկի իջավ մարդաշատ սրահի մեջտեղում։ Զրույցների աղմուկն աստիճանաբար դադարեց, մինչ բոլորը հասկանում էին, թե ինչ էր պատրաստվում տեղի ունենալ։ Ջուլիա Ավետիսյան, սկսեց նա, ձայնը թեթակի դողում էր։ Դուք ինձ սովորեցրիք, որ կյանքը կարող է նորից սկսվել նույնիսկ ամենամեծ ցավից հետո։ Որ արժանապատվությունը գին չունի։ Որ ընտանիքն այն է, ով մեզ ստիպում է տանը զգալ։ Նա բացեց մի փոքրիկ թավշյա տուփ, բացահայտելով մեկ շափյուղայով նուրբ մատանի։ Դուք կպատվեք ինձ, պաշտոնապես ընտանիք կառուցել ինձ հետ։ Սրահում լռությունը բացարձակ էր։ Ջուլիան նայեց Տիգրանին, ապա Լոնին, որը հետաքրքրասեր աչքերով դիտում էր տեսարանը, վերջապես տիկին Թերեզային, որը ժպտում էր արցունքների միջից։ Այո, պարզապես պատասխանեց, ձեռքը մեկնելով մատանին ստանալու համար։ Մինչ հանդիսատեսը ծափահարում էր, Լոնը կանգնեց նրանց միջ, բարձրացնելով ձեռքերը, որպեսզի երկուսն էլ բռնեն նրան։ Հաջորդած համատեղ գրկախառնության ժամանակ տղան զարմացրեց բոլորին, հստակ հայտարարելով. Իմ պապան, իմ մաման։ Տիգրանը սառեց, աչքերը լցված արցունքներով։ Դա առաջին անգամ էր, որ Լոնը նրան այդպես էր անվանում։ Համոզված եք, շշնջաց նա Ջուլիային։ Նա իսկապես կարող է հասկանալ, թե ինչ է դա նշանակում։ Երեխաներն ունեն իմաստություն, որը մենք, մեծահասակներս, հաճախ կորցնում ենք, պատասխանեց նա ժպտալով։ Նրանք ճանաչում են իրական սերը, երբ տեսնում են այն։ Հարսանիքը տեղի ունեցավ 3 ամիս անց, Ծովագյուղում, լճի ափին կայացած արարողությամբ։ Շքեղություններ կամ ցուցադրություններ չկային, միայն համբերատար կառուցված սիրո պարզությունը, քար առ քար, փոխադարձ հարգանքի անկեղծ հիացմունքի հիմքերի վրա։ Լոնը, մանրանկարչական կոստյումով, մատանիները տանում էր այն կոմիկական լրջությամբ, որը միայն երեխան կարող է ունենալ։ Տիկին Թերեզան դստերը առաջնորդեց ավազի վրա ինքնաշեն զոհասեղանով, մինչ Էդուարդը, այժմ հաշտված Փեսայի հետ, Տիգրանի քավորն էր։ Երթումների ժամանակ Տիգրանը խոսեց նոր սկիզբների մասին, այն մասին, թե ինչպես կարող է դատարկությունը լցվել, երբ ամենաքիչն է սպասում։ Ջուլիան խոսեց արժանապատվության մասին, այն մասին, թե ինչպես է փոխադարձ հարգանքը ամենաամուր հիմքը ցանկացած տեսակի սիրո համար։ Հաջորդած խնջույքը խառնում էր թվացյալ անհամատեղելի աշխարհներ, մանուկյան տեղի ղեկավարները պարում էին Դիլիջանի ձկնորսների հետ, հայտնի խոհարարները ուտեստներ էին մատուցում տեղացի խոհարարների կողքին, ֆրանսիական շամպայնը տեղ էր կիսում արհեստական կայպիրինյաների հետ։ Հիմնադրամի առաջին տարեդարձին ավելի քան 200 ընտանիք արդեն օգնություն էր ստացել։ Ջուլիան, այժմ սովորելով սոցիալական աշխատանքի 3-րդ կուրսում, դարձել էր հարգված ձայն խոցելի կանանց համար հանրային քաղաքականության մեջ։
Տիգրանը իր հերթին գտել էր հավասարակշռություն ընկերության ընտանեկան կյանքի մեջ, որը երբեք չէր հավատացել, որ կրկին հնարավոր է։ Մի սովորական կեսօր, մինչ նա օգնում էր Լոնին իր նկարների հետ, տղան, որն այժմ 3 տարեկան էր, տպավորիչ բառապաշար ուներ, անսպասելի հարց տվեց. «Պապա, ինչպես հանդիպեցիք մամային»։ Տիգրանը հանցակից հայացք փոխանակեց Ջուլիայի հետ, որը սենյակ էր մտնում հյութերի սկուտեղով։ Ինչպես բացատրել երեխային այն արտասովոր հանդիպումը, որը փոխել էր նրանց կյանքը։ «Ձեր մայրը ինձ սովորեցրեց կիսվել», պատասխանեց նա վերջապես պարզությամբ։ «Ինչ կիսվել», պնդեց Լոնը, հետաքրքրասեր։ «Սնունդ, սկզբի համար», ժպտաց Տիգրանը։ «Հետո, ուրախություններ, տխրություններ։ Եվ ապա, մի ամբողջ կյանք»։ Լոնը խորապես մտածեց, ինչպես միայն երեխաները կարող են անել, նախքան ուսերը թոթվելը իր նկարներին վերադառնալը, բացատրությունից գոհ։ Նրա համար ընտանիքը պարզապես այնտեղ էր, որտեղ նա գտնում էր սեր, անվտանգություն, շատ ավելի պարզ ճշմարիտ հասկացություն, քան ցանկացած սովորական սահմանում։ Այդ գիշեր, մահճակալին պառկած, սովորական օրվանից հետո Տիգրանը բռնեց Ջուլիայի ձեռքը, դիտելով մատանին, որը նրբորեն փայլում էր մթնշաղում։ «Երբեմն մտածում եմ, թե որքան անկանխատեսելի է կյանքը», մեկնաբանեց նա։ «Եթե դուք չմտնեիք այդ ռեստորանը հենց այդ գիշերը։ Եթե դուք չհրեիք ձեր ափսեն իմ ուղղությամբ», ավարտեց նա։ «Եթե ես չհետեի ձեզ։ Եթե ես չընդունեի օգնությունը։ Իսկ եթե ները կորչում էին հնարավորությունների անսահմանության մեջ»։ Բայց կարևորն այն ներկան էր, որը կառուցված էր ոչ թե դրամատիկ մեծ ժեստերից, այլ երկու մարդու ամենօրյա քաջությունից, ովքեր սովորել էին յուրաքանչյուրն իր ձով, որ նորից սկսելը հնարավոր է, որ երբեմն սիրո ամենամեծ պատմությունները սկսվում են պարզապես կիսված ուտելիքի ափսեից։ Կյանքը, որը նրանք կառուցում էին միասին, կատարյալ չէր, կային մարտահրավերներ, հարմարումներ, կասկածի պահեր։ Ջուլիան երբեմն դեռ պայքարում էր անվտանգության հետ, Տիգրանի աշխարհին պատկանելու մասին։ Նա երբեմն իրեն մեղավոր էր զգում ողբերգությունից հետո երջանկություն գտնելու համար։ Բայց օրեցօր նրանք ընտրում էին դիմակայել այդ հարցերին միասին, ազնվությամբ հարգանքով։ Եվ ամեն ինչի կենտրոնում էր Լոնը, ծաղկելով մի ընտանիքի սիրո ներքո, որը ծնվել էր ոչ թե պլանավորումից կամ կոնվենցիաներից, այլ կապի փոխադարձ խնամքի ամենամաքուր մարդկային կարիքից։ «Կարծում եմ, որ կյանքն իսկապես այդպես է», մտածեց Ջուլիան, փարվելով Տիգրանի գրկին։ «Անկախ նրանից, թե որքան ենք պլանավորում, հենց անսպասելի հանդիպումներն են, որ իրականում ձևորում են մեր ճակատագիրը»։ «Իսկ մենք», հարցրեց Տիգրանը, համբուրելով նրա ճակատը։ «Ճակատագիր էինք, թե»։ «Պատահականություն»։ Ջուլիան ժպտաց, հիշելով այն գիշերվա մասին դոլմամա, երբ նա քաջություն հավաքեց անծանոթից ուտելիքի մնացորդներ խնդրելու համար։ «Կարծում եմ, որ մենք ընտրություն էինք», պատասխանեց նա։ «Ընտրություն, տեսնելու արտաքինից այն կողմ։ Ռիսկի դիմելու։ Հավատալու, որ մենք արժանի ենք ավելիին, քան պարզապես գոյատելը»։ Դրսում լուսինը լուսավորում էր ծովագյուղի լիճը, արծաթագույն ճանապարհ ստեղծելով ջրի վրա։ Լողափում, ավազի վրա փոքրիկ ոտքերի հետքերը պատմում էին խաղերի օրվա պատմությունը։ Եվ մոդեռնիստական տանը, որը կատարելապես ինտեգրված էր բնությանը, 3 մարդ, ում անհավանական ճակատագիրը միավորել էր, օրեցօր բացահայտում էին, որ ամենաուժեղ ընտանիքները պարտադիր չէ, որ արյունից կամ կոնվենցիաներից ծնված լինեն, այլ նրանք, որոնք կռված են դժվարությունների մեջ, հիմնված են սիրելու, հարգելու մշտական ընտրության վրա։ Որովհետև երբեմն ամենամեծ պատմությունները չեն սկսվում կար-չկար-ից, այլ պարզ կիսվելու ժեստից, լինի դա ուտելիքի ափսե, ապաստան փոթորկի ժամանակ, թե սիրտը բացելու քաջություն նոր հնարավորությունների համար, երբ ամեն ինչ կորած է թվում։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Տիգրանի, Ջուլիայի փոքրիկ Լոնի ճանապարհորդությունը հուզել է ձեր սրտերը։ Այս էմոցիոնալ փորձը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նույնքան գրավիչ պատմություններով նոր սկիզբների երկրորդ հնարավորությունների մասին։ Դուք կարող եք գտնել այն, սեղմելով ձախ կողմի հղմանը։ Եթե այս պատմությունը ինչ-որ բան է արթնացրել ձեր մեջ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, թողնել ձեր հավանումն այս տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նոր պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունները, փոխակերպման հնարավորությունները։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր սեփական վերասկիզբների փորձով, մենք նույնպես կցանկանայինք իմանալ ձեր պատմությունները։